Լավ առաջ եկեք։ Ուղիղ եկեք։ Հա, բայց այս sense բաներ չեն եկել։ Վարդան Փաշայան, Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության անդամ։ Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, նամակը բովանդակում է այդ նույն մեր պահանջի ինչ որ բնային, պարզապես այս անգամ ուղղում ենք մեր հարցը հենց կառավարությանը Նիկոլ Փաշինյանին, որովհետև այո, բացեմ, նամակում հարց է ուղղված հենց Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պարզաբանումն մենք ստանանք, մենք տեսանք ՊՆ-ի մամուլի խոսնակի այդ պարզաբանումը, որը իհարկե շատ մանիպուլատիվ էր, այսինքն մենք ներկայացել ենք մի շարք փաստեր, իսկ մամուլի խոսնակը անդրադարձավ միայն մեկ դիրքին, այն էլ այնպիսի մանիպուլատիվ մոտեցմամբ, որը որ բնականաբար հերքվեց թե մեր թիմի կողմից, թե այլ ավելի անկախ լրագրողների կողմից, այստեղ հարցը տեսեք, ինչին եմ ցանկանում անդրադառնալ, ոչ թե հարցը թե որքան են առաջացել, ինչ են արել, այստեղ հարցը դա չի, հարցը այն է, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է եւ արդեն սերունդներ այդտեղ արուն են թափել եւ նույնիսկ մետր, 1000 մետր, 10000 մետր որևէ կապ չունի, սուվերեն տարածք ներխուժումը պիտի դատապարտվի։ Խոսքը Վայոց եւ Գեղարքունիք առաջ խաղացման մասն է, չէ՞, համապատասխան։ Այո, խոսքը այդ ներխուժումների մասին է, բայց այստեղ նաև մի այլ կարևոր կոմպոնենտ նշեմ, որ այդտեղ հարցը ոչ միայն դիրքերի առաջ խաղացումն է, այսինքն ինչ որ մարտական դիրք կառուցեցին, ոչ, այդտեղ հարցը նաև մեր անվտանգային համակարգին սպառնացող վտանգներն են եւ մեր սահմանամերձ գոտում բնակվող այդ բնակիչների անվտանգության հարցն է, այսինքն առաջ գալով նույնիսկ 1 մետր իրենք կարողանում են իրենց ազդեցությունը հաստատել մի շարք այդտեղ արոտավայրերի, դաշտերի, որոնք որ այդ մարդկանց ապրուստի միջոցներն են եւ նմանատիպ ավելի տնտեսական ազդեցություն ունեցող բաների վրա, որը որ ընկերներս կներկայացնեն, նաեւ ցանկանում եմ նշել, որ այս սցենարը շատ մոտ է նույն Արցախի սցենարին 2020 թվականին, այսինքն կառավարությունը նշում էր, որ խաղաղ է, կրակոցներ չկան, բայց Ադրբեջանը իրենց ամրաշինական աշխատանքներով եւ նմանատիպ ներխուժումներով ամրապնդում է իրենց դիրքերը հետագա ներխուժումների համար։ Էլ որտեղ եք նամակներ պլանավորում փոխանցել կամ ինչ քայլեր եք նախաձեռնում այլ։ Մենք նախաձեռնում ենք, որ այս ներխուժումների մասին մեր հասարակությանը տեղեկացնելը շարունակական են լինելու։ Սրա կարևորությունը նաև ինչու՞մն է կայանում, ոչ թե մենք այստեղ եկել ենք միայն բողոքելու կամ մեր ձայնը բարձրացնելու, այստեղ ձայն բարձրացնելու ունի մի կարևոր նշանակություն, որ հետագա ներխուժումները կանխվեն, այսինքն բնականաբար Ադրբեջանը կանգ չի առնելու այդ մի դիրքը առաջ կհասնելով կամ ամրաշինական աշխատանքներ անելով, մեր նպատակը կանխել հետագա ներխուժումները, ինչ վերաբերվում է թե որտեղ ենք նամակներ ուղղելու, այս պահին կառավարություն կդիմենք կառավարությանը, հետագա արդեն նամակներ հանձնելիս տեղը կպայենք։ Տեսեք, այսպես ասեմ, կառավարության տեսանկյունից ոչ, բայց եթե մեր հասարակությունը տեղյակ լինի, այսինքն չմնա թմբիրում ինչպես հիմա է, կառավարության հրամցրած կեղծ խաղաղության օրակարգը, կարծում եմ, որ այո, ազդեցություն կունենա, որովհետև մեր ժողովուրդը հիմնվում է արժեքների վրա, իսկ մեր անկախությունը, մեր սուվերենությունը եւ անվտանգությունը մեզ համար արժեքներ են։ Շնորհակալություն։ Վարդան Փաշայան։ Ներկայացեք, խնդրեմ։ Այո, իհարկե։ Լևոն Չուկակյան, առաջ արժանապատվության շարժման համակարգող, Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության գործընկեր։ Մենք այսօր այստեղ ենք, քանի որ մենք ունենք մեր պետության թիվ 1 օրակարգային խնդիրը՝ անվտանգություն, որը սահմանային լարվածություններով եւ սահմանային ներխուժումներով ուղղակի սպառնալիք է մեր ամենօրյա գործունեությանը եւ դրան համապատասխան նաեւ սպառնալիք է այն, որ իշխող ուժը ամենօրյա ռեժիմով փորձում է ստել եւ հերքել։ Անվտանգությունը այնպիսի կոմպոնենտ է, որից ձևավորվում է տնտեսությունը, սոցիալական հարցերը եւ մեր պետության կառավարման մնացած բոլոր ոլորտները։ Այն պայմանավորվում է ամեն բան։ Մենք չենք կարող ուղղակի հանգիստ նստել եւ մտածել լոլիկի գնի իջեցման կամ բարձրացման մասին, երբ որ մենք ունենք ուղղակի սպառնալիքներ։ Հանրային օրակարգը պետք է ձևավորվի այս թեմայի շուրջ, այս թեմայի շուրջ կա հստակ պահանջ։ Պարզաբանել ինչ է տեղի ունեցել եւ ոչ թե հանդես գալ այնպիսի հերքումներով, որոնք ուղղակի մանիպուլատիվ են կամ ծիծաղելի, երբ որ իրենք իրենց քարտեզով անգամ, որը որ հրապարակում են, ցույց են տալիս, որ այո, իրոք ներխուժում եղել է եւ չեն անդրադառնում անգամ ջերմուկի հատվածում տեղի ունեցած գործընթացներին։ Սա արժանապատվության պայքար է, որովհետև Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի հանդուրժելի սուտը, որը 2020 թվականից սկսած նախորդ ժամանակներին դեռևս չանդրադառնալով ամենօրյա ռեժիմով տարածվում է
մեր հանրային օրակարգում։ 2020 թվականին, երբ որ Շուշին փաստացի անկում էր ապրել, դեռևս ստում էին, ասում էին, որ ոչ, Շուշիի համար դեռևս մարտերը ընթանում են։ Երբ որ ադրբեջանական զորքերը Սև լճի հատվածում, մեր սուվերեն տարածքում ներխուժում էին իրականացրել, Տիգրան Ավինյանը գնում էր եւ սելֆի էին անում, որ ասում են մենք այո, այստեղ ենք ոչինչ տեղի չունեցել, այնուհետև իրենք էլ ընդունեցին, որ այո, ներխուժում եղել է։ Երբ որ Ջերմուկի հատվածում եղան ներխուժումներ, ամենասկզբի օրերին եւս ընդունում էին, որ ոչ, ոչինչ տեղի չի ունեցել, նորից ստում էին, հետո նորից ընդունեցին, որ այո, ներխուժումներ եղել են։ Վարդենիսի հատվածում, Ջերմուկի հատվածի ներխուժումների հետ կապված ամբողջը ամենասկզբում իրենք ստում էին, հետո պարզվեց, որ այո, հանրությունը, հանրային դաշտը, հետաքննող լրագրողները, տարբեր հանրային ակտիվիստներ ճիշտ էին ասում եւ ստի դեմ պայքարը այսուհետեւ նորից շարունակվում է ու պարոն Թաթյանը երբ որ հանդես եկավ արդեն 2025 թվականին ներխուժումների մասին ինֆորմացիայով պարզ դարձավ, որ այս ներխուժումները ուղղակիորեն սողացող անեքսիա են։ Սրանք պատերազմի մեկ այլ ձև են, որը ուղղակի մանիպուլյատիվ ձևով ներկայացում է խաղաղության տակ։ Սա խաղաղություն է սողացող անեքսիայի տեսքով։ Մենք փաստացի չունենք խաղաղություն, մենք ունենք սողացող անեքսիա, որը սպառնում է մեզ մեր ամենօրյա անվտանգությանը։ Մինչդեռ հանրային օրակարգ է լցվում տնտեսության, սոցիալական տարբեր հարցերի, կարկատնակներ ուտելու, կուկուրուզ կրծելու թեմաներ, որոնք բնավել չեն կարող սպառիչ լինել քաղաքացու համար, իրեն անվտանգության հետ կապված հուզող հարցերի համար։ Սա շատ կարևոր հարց է, որը մենք փորձում ենք բարձրաձայնել եւ պահանջում ենք բարձրաբանում։ Իմ մասնավորի նաև այս համատեքստում Եվրոպայում, եվրոպական